Հիմա ամուսնությունների երևի 80%-ը ինձ այդպես է թվում, գալիս է շահադիտական նպատակով։ Նրանք փող ունեն, նրանք ամեն ինչ ունեն, սպասի նրանց հարց գնան, որ լավ ապրեն, որ ամեն ինչից օգտվեն, ամեն ինչ ունենան։ Իսկ առաջ երևի մի քիչ ավելի շատ սերերներ խոսում։ Այդպես եղել է մեկ էլ մինչև սովետի շրջանը, նախասովետական շրջանը, որ նա մեր մակարդակի չի։ Կարգավորվել էր այդ մասը, որ հարուստ ու աղքատ չէին ասում։ Սկսել եմ շարքային հաշվապահից, դարձել եմ ավագ, հետո դարձել եմ գլխավոր, հետո դարձել եմ դասատու, հետո դարձել եմ դասախոս, ու այսպես։ Հանդիսագիտական առարկաների, տարբեր առարկաների գծով։ Անգամ սուրճը ես մենակ չեմ խմում, մեկին պիտի կամ զանգեմ կանչեմ, կամ ես պիտի գնամ մեկի տան նստեմ, ասեմ եկել եմ սրճելու։ Գյուղում էլի շփում կա, քաղաքներում այդ շփումն էլ չկա։ Քանի գնում է, մարդիկ բարփակվում են, ներփակվում են իրանց ընտանիքի մեջ։ Առավոտ զանգել եմ Արմենե ջան, արի մի հատ սրճենք, վազելով եկել, հիմա գնացի սրետ եկել եմ սրճենք, բան չի էլի։ Աշխատում եմ շրջապատի չկտրվել։ Որովհետև մարդը շրջապատից կտրվում է, նա արդեն դառնում է մենատնտես։ Ծախսեմ միայնակ մի մարդ, որը օգնություն եկողել չի ունենա, որ այդ պահին ինքը նեղա կան իրեն հասնեն։ Լրիվ իմ բարության հետևանքները գալիս են էներգիայից եւ գնում են էներգիայով։ Այն ժամանակ լավ եմ աշխատել, բայց հիմա թոշակը այնքան չի, որ ինձ հերիք կարողանամ ինչ-որ հարցեր լուծել։ Արդեն դիմում եմ սրանալու օգնության, տեսնեմ ով ինձ կօգնի, որ այդ բանը ընդամենը 50,000 թոշակ եմ ստանում, 20,000-ը նպաստ եմ տալիս, չեմ հրաժարվում։ Չնայած ես իրենց առաջարկեցի, ասի, եթե դուք իմ սովետի փողերը, որ այն ժամանակ զբերկասում հավաքել եմ, տակ, ես նպաստից է կհրաժարվեմ։ Տնտեսությունը հիմնականում աշխատում եմ իմ հողամասի հաշվին պահել։ Լոբի եմ ցանում, բոլոր եմ ցանում, կարտոշկա եմ ցանում, քիչ եմ ցանում, վաճառքի ես չեմ կարող այդքան հնարավորություն չունեմ, որովհետև առողջությունս չի հիքում։ Շատ ժամանակ կեսում կանգ եմ առնում, ասում լավ, ինչքան կլինի էլի վիճակի։ Գյուղը այնքանով լավ ապրում, որ հիմա ասեն գարունը եկավ, չենք ասում էլ ուտելու բան չկա, բալբայա, չգիտեմ, բանջարա, չգիտեմ ինչ-որ բաներ քաղում ենք, բերում ենք, օրվա մի բանը ստեղծում ենք։ Քաղաքացին դրան է պիտի փող տա։ Այդքանով է դրական։ Իսկ մնացածով այն մարդը, որ վարկաբերցնում, անասունապահում, չգիտեմ ինչ անում, նա միշտ էլ վնասով է դուրս գալիս, որովհետև ինքը չարչարվում է, ինքը այդ ստեղծում է, այդքան փողը դնում է, անում է, բայց միջնորդը գալիս է էժան տանում է, փող չի տալիս, որ այդ մարդը գոնե իր ծախսը կարողանա փակի, նա տանում է կրկնակի գնով վաճառում է։ Համենայն դեպս ես այդպես դրական բաներ քիչ եմ տեսնում։ Հա, ասում ենք գյուղը արդեն զարգանում է, լույսեր ենք քաշել փողոցներում, չգիտեմ ինչեր ենք անում ենք, բայց դա անհատական յուրաքանչյուրի մեջը ինչ-որ մի բան չի ավելացնում նա ընտանեկան եկամուտի բյուջեի մեջ։ Բյուջեն մնում է նորից նույն թերի։ Ես սովետական տարիներից հաճախակի եմ շատ բաներ հիշում։ Հենց թեկուզ միայն խանութների ապրանքների էժանացումը, հենց թեկուզ տրանսպորտի էժան լինելը, հենց թեկուզ շատ բաներ։ Հասարակական տրանսպորտը նրա էժան լինելը։ Հիմա Երևանում ասում են 300 դրամ տրանսպորտը։ Մարդը ենթադրենք օրվա ընթացքում 2-3 տրանսպորտ է փոխում։ Ի վիճակի չի, քյուր եք ասում, թե ինչ եք ասում, այդ քարտերից առնելու ինչ անի։ Շատ քիչ մարդ կա, որ լիարժեք ապրում է։ Անցած անգամ կարծում եմ, ես թոշակով շատ լավ եմ ապրում։ Ես թոշակով ես շատ լավ չեմ ապրում, սուտ կլինի դա։ Որովհետև մարդը մենակ ինքը չի, նա ունի շրջապատ։ Ես մեկը ծնունդի ականջում են, մեկը հարսանիքի ականջում են, մեկը եթե դու հաշվի առնես, որ ընդամենը 50,000 կամ թեկուզ 20 գումարում 70,000 ես որ մեկին կարողանամ սիրտը շահեմ, գնամ մասնակցեմ, ես էլ վերջապես մարդկանց խմբում հանդես կամ որպես այդ հասարակարգի այդ խմբի անդամ։ Մեր ժողովրդին պակասում է հարգանքը իրար նկատմամբ։ Այլևս մեկին չեն հարգում, պատվասիրությունն է պակասում, ամեն մեկը իր եսն է առաջ տանում։ Չի ասում մենակ ես չեմ, ախր դիմացինն էլ մարդ է, նա էլ է ուզում, որ իր հանդեպ լավ լինի։ Եվ դա միայն ժողովրդին չի, ընտանիքների մեջ էլ է այդպես։
Ընտանիքի որևէ անդամն սկսում է արդեն իր եսը առաջ տանել, առաջ ես, հետո մնացածը։ Այդպես չի։ Ինչքան հնարավոր է քաղաքականությունից հեռու եմ, բայց բոլոր դեպքերում հիմա արձակվեցին, կանգնեցին Սյունիքի կողքին, Սյունիքը տան կանգնելու են Վայոց ձորի կողքին, Վայոց ձորը տան գալու են Սևանի կողքը, այս հերթով այսպես տանելու է։ Հիմա եթե Իրանը այնտեղ իր հյուսիսային շրջանները չպահպանի, նրանից էլ պահանջներ դնում, որ էդ էլ ամերը, այն էլ ամերը, այն էլ ամերը, բայց որ նայում ենք իրական պատմության դեմքին, ոչ մի բան իրան գոյություն չունեին, ինչ որ մի փոքր շրջանի նման մի մարզ էր, փոքրիկ Իրանի հյուսիսային մասում, բայց այնպես են խոսում, կարծես մենակ իրենք են եղել, այս բոլորը չեն եղել։ Ինչքան ուզում են ապացուցեն, որ Անկարայի մոտը չգիտեմ ինչ հայտնաբերեցին, որ մեր թվարկությունից առաջ 4000 թվականին ինչ բան է եղել հայկական, ինչ բան է եղել հայկական, այդ բոլորը արդեն մնում է կողմնակի ցուցակում, որովհետև նրանք կարողանում են իրենց ցույցը ճշտեն, ցույցը կարողացան աշխարհին ներկայացնել որպես ճշմարտություն, իսկ մենք մեր համեստությամբ լռեցինք այնքան, մինչև եկան հասան այսօր։ Նախ մեր ժողովրդին համախմբվել է պետք, առաջին հերթին, ոչ թե ամեն մեկը աթոռի կռիվ անի, այդ աթոռի կռիվը շատ բաների է վնասում։ Առանց տոնածառի նոր տարի չի լինում։ Ճիշտ է, երեխա չկա, բայց առանց տոնածառի նոր տարի չի լինում։ Ես երբ 81-82 թվականներին Մոսկվայում սովորում էի, ես այնտեղից բերեցի մի հատ արհեստական տոնածառ։ Մոտավորապես այս բարձրության։ Եվ նա պարտադիր ամեն տարի ես նրան սարքել եմ։ Դուսերը քաշել եմ, խաղալիքները կախել եմ։ Ինչքան ես եմ ուրախացել, երկու այնքան իմ տուն եկող երեխեքն են ուրախացել։ Իմ տան մշտական երեխեք եղել են, եկել են, գնացել են, մանավանդ ուսանողները, մանավանդ նրանք իրենց ընտանիքներով, ես նրանց հետ կապ եմ պահպանում, 80-ական թվականներին ավարտած շրջանավարտների հետ էլ ես կապ եմ պահպանում, ինչքան կարողանում եմ։ Ես հիմա խաչ բառը գրում եմ, որը գիտեմ գրում եմ, կան բաներ, որ արդեն կամ մոռացել եմ, կամ բան չեմ անում։ Հաջորդ անգամ որ գալիս է, ինձ հետաքրքրում է, դա որն էր, որ ես չկարողացա գտնեմ։ Դա պիտի գտնեմ։ Դա ինչ բան է։ Կամ հիմա գեղարվեստական գիրք եմ դնում, կարդում եմ, վրացական պոեզիա եմ կարդում հիմա։ Այս պահի դրությամբ։ Ընձենավորը ես շատ եմ սիրել։ Դուք կարդացել եք Ընձենավորը։ Ես շատ եմ սիրել Ընձենավորը, Շոթ Ռուսթավելու։ Ու հիմա էլ բավականին շատ հատվածներ կա այդ գրքի մեջ նրանից գրված, մեծ սիրով նորից վերընթերցում եմ։ Դասատները չեն սիրում կարդալ։ Ես շատերին եմ հարցրել, որ գիրքն ես կարդացել, ասել դե որը կարդա մենակ կինոները նայում են գելի։ Կինոները բոլորովին այլ են։ Գրականությունը զարգացնում է եւ քո խոսակցական լեզուն եւ միտքդ։ Ուզում արդեն բավականին տարիքով էի փորձեցի ինքնուրույն անգլերենից գլուխ անեմ, թվերից սկսեցի, հետո անցած շաբաթվա օրերին, տեսա չէ արդեն հիշողությունս նիտո, շուտ եմ մոռանում, դե եթե շուտ եմ, էլի, հիմա էլ որ հեռախոսում ինչ որ բաներ լինում են, փորձում եմ բառարանի միջոցով գտնեմ, թե դա ինչ է նշանակում։